Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է։ Տոնը նշվում է 1961 թվականից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է մարտի 27-ը հռչակել որպես թատրոնի միջազգային օր։ Սկզբում այն նշել են միայն Ֆրանսիայում, ապա հետագայում տարածվել է ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում։ Թատրոնի միջազգային օրվա առթիվ որոշել եմ ձեզ վերապատմել մի քանի հուշ հայ թատրոնի պատմության մեջ մեծ դեր ու նշանակություն ունեցած եւ իրենց յուրահատուկ հետքը թողած թատերական գործիչների մասին։ Արդեն պատմության գիրկն անցած արվեստագետներին, հատկապես թատրոնի մարդկանց ճանաչելու, գնահատելու, նրանց մարդկային ու ստեղծագործական նկարագիրը բացահայտելու համար լավագույն տարբերակը կամ գոնե տարբերակներից մեկը նրանց մասին հուշեր կարդալն է։ Առաջին հուշը Գուրգեն Մահարունն է։ Գրող Գուրգեն Մահարու եւ բեմադրիչ Վարդան Աճեմյանի հայրերը հորեղբոր որդիներ էին։ Նրանք Վանում ապրում էին միևնույն տանը, տարբեր հարկաբաժիններում։ Վարդանը Գուրգենից փոքր էր, սակայն քանի որ խելացի ու հասուն էր, ապա տարիքային տարբերությունն առանձնապես չէր զգացվում։ Նրանք երկուսն էլ չէին սիրում մանկական խաղերը։ Ժամերով կարող էին նստել իրենց փողոցում, հետևել փողոցի անցուդարձին ու երազել։ Ինչի մասին էինք երազում այն ժամանակ ես հիմա չեմ հիշում, խոստովանում է Գուրգեն Մահարին, բայց նրա հիշողության մեջ շատ ավելի կարևոր ու տպավորիչ պատմություններ են պահպանվել։ Նա հիշում է, թե ինչպես Վարդան Աճեմյանի հայրը Պանտիչը իրենց երկուսին միասին թատրոն տարավ։ Ոչ ավել, ոչ պակաս նրանք գնացել էին Օթելոն նայելու։ Դե բնականաբար առանց տոմսերի են եղել ու դրա համար կարգերից դուրս 3 աթոռ են տեղադրել, որոնց վրա նստել են Մանուկ Գուրգեն Մահարին, Վարդան Աճեմյանն ու Օնիկը։ Գուրգենը Վարդան Աճեմյանի հորեղբոր որդին է, Օնիկը մորեղբոր։ Օնիկի հայրը Կարապետ Աճեմ Խաչոյանը Վարդան Աճեմյանի քեռին լինելուց բացի նաև դերասան էր ու թատրոնում այդ օրը խաղում էր Իագոյի դերը։ Մահարին պատմում է. Ներկայացումը սկսվեց, հիշողությանս մեջ մնացել են բարձրահասակ Օթելոյի սև դեմքը, նրա շուրջը պտտվող կարճահասակ Իագոն։ Ասում է, հիշում եմ, երբ Օթելոն հարձակվեց Իագոյի վրա եւ ինչ-որ փաստեր պահանջեց, Օնիկը ճչաց եւ լաց ու շիվան բարձրացրեց։ Վարդանը, որ նույնպես հուզված էր, խորը շունչ քաշեց ու տխրեց։ Ընդմիջմանը մոտեցավ Պանտիչը, Վարդանի հայրը, բռնեց Օնիկի ձեռքից ու տարավ կուլիսներ։ Քիչ անց Օնիկը վերադարձավ արցունքոտ աչքերով եւ ժպիտով, գրավեց իր տեղը։ Սուտ խաղի, ասաց նա, Կարապետ աղեն խաղալուց հետո կլվացվի, իր շորեր կհագնի, կերթանք տուն, չայ կխմենք։ Վարդանը լարվեց ու առարկեց. Սուտ չի, թատրոնի, ասաց նա։ Թատրոն սութի, պնդեց Օնիկը, իսկ երբ վերջին գործողության ժամանակ Կարապետ աղա Իագոն փռվեց բեմի վրա, իսկ Օնիկը նորից սկսեց արցունք թափել, Վարդանը փոխանակ Օնիկին մխիթարելու, ինձ հարցրեց. ապա որ սութի, ինչու կուլա։ Հարցը տրամաբանական էր։ Թատրոնի հմայքը կարծում եմ հենց իր թողած ազդեցության մեջ է։ Յուրաքանչյուրս էլ գիտենք, որ թատրոն սութի, սակայն դա գիտակցելով այնուամենայնիվ մարդը գնում է թատրոն։ Իրականում գնում է թատրոն տեսնելու ինքն իրեն, անհանգստանալու իր սեփական խնդիրներով ու մտահոգություններով, ցավելու, հուզվելու, երբեմն ծիծաղելու իր սխալների ու ձախողումների վրա, ցնծալու իր հաջողություններից ու հաղթանակներից։ Պատահական չէ, որ մեզ գրավում ու սիրելի է դառնում այն ներկայացումը, այն դերասանը, որը պարզ մարդկային լեզվով, առանց պաթոսի, առանց գոռալու, առանց լալահառաչ ինտոնացիաների ու տեքստերի մեզ հուզում է, հոգի տակնու վրա անելու աստիճան։ Լավ ներկայացումները պատմում են մեզ մեր մասին, դժվարը դարձնելով սովորական, սովորականը թեթև, թեթևը հրաշալի։ Ահա այդպիսի մի թեթև, հրաշալի, լուսավոր, դրական հուշ է գրել դերասան Մհեր Մկրտչյանը բեմադրիչ Վարդան Աճեմյանի մասին։ Մհեր Մկրտչյանը գրում է. Երևանից գալու էր Աճեմյանը իր ուսանողի ներկայացումը շտկելու։ Լենինականում խոսում էին, որ արդեն եկել է, իսկ թատրոնում պատմեցին, թե 3 գնացել են Կայարան Աճեմյանին դիմավորելու, բայց նա վագոնից դուրս չի եկել։ Բարձրացել են, տեսել, որ նա առանց տաբատի նստած է։ Զարմացել են,
Պարզվել է, որ տաբատը կորել է։ Մարդ են ուղարկել նոր տաբատ բերել է։ Աճեմյանը տեսել է ու ասել, վրաս մեծ է։ Մարդն ասել է, մեռա փնտրելով, փոքրը չկար։ Աճեմյանը կատաղել է, պիոներ պալատից բերեիր։ Բոլորը ծիծաղել են, իսկ ամենից շատ հենց ինքը Աճեմյանը։ Հետո մտել է մեծ տաբատի մեջ ու բերել են հյուրանոց։ Մհեր Մկրտչյանը ասում է, թատրոնում տոն էր, բոլորը զուգված սպասում էին։ Հանկարծ մեկը բղավեց, բերին։ Ասում է, ես հուզմունքից կծկվել էի միջանցքում բեմի բանվորի կողքին։ Հետո հիշում է, ասում է, միջանցք մտավ մի պստլիկ մարդ ու ձեռքի փայտը ռիթմիկ քսելով ջեռուցիչին, ճռճռացնելով, շխշխկացնելով արագ մեր կողմը եկավ։ Դե քանի որ ներկայացման էին պատրաստվում, թատրոնի նկարիչը շտապով մոտեցել հարցրել էր. Վարդան Նիկիտիչ, երկինքն ինչ գույնի ներկեմ։ Դեղին, առանց մտածելու ասել էր Աճեմյանն ու շարժվել առաջ։ Բոլորը կանգնած դիմավորել էին բեմադրիչին, բացի բեմի բանվորից։ Մհեր Մկրտչյանն ասում է, երբ անցավ, հարցրի, ինչու ոտքի չկանգնեցիր։ Բանվորը պատասխանել էր, ես իրանից նեղեցած եմ, մեզի թողել գնացել է։ Մհեր Մկրտչյանը շարունակում է պատմել. Արտակուստ կարծես ոչինչ չասող այս աճեմյանական անցումը շատ բաներ պարունակում։ Նրան լավ ճանաչողը հասկանում էր, որ ջեռուցիչի շխշխկոցը կամ տաբատ կորցնելը կատակ չէր։ Նա աշխատում էր, անverջ որոնումների մեջ էր։ Նրա արվեստը անverջ ճակատամարտ էր դոգմաների դեմ։ Ահա թե ինչու երկինքը կապույտ չէր։ Իզուր մեզանից շատերը զարմացան, երբ ասաց դեղին, որովհետև մի քանի օր հետո Օստրովսկու եկամտաբեր պաշտոնի պրեմիերային մենք խենթի պես ծափահարում էինք հենց այդ դեղին երկնքի համար։ Տաղանդը հենց հավատն էր իր ուժի հանդեպ։ Ես աշխատեցի նրա հետ 25 տարի ու չեմ հիշում մեկին, ով նրան չէր հավատում։ Գերմարդկային ինչ ուժ էր պետք մեր մեծերին համոզելու, բերելու մի հավատի, ներկայացման հավատին։ Աճեմյանն ուներ այդ ուժը։ Նա ստեղծում էր իր ստեղծագործական սքանչելի մթնոլորտը, որից եւ ծնվում էր ներկայացումը։ Եվ այս բոլորն անում էր դրսից մեղմ, երբեմն թույլ ու անփույթ թվացող Վարդան Աճեմյանը։ Ահա թե ինչու էին ասում, թե նա կարողանում է փայտից դերասան սարքել։ Արի ու տես, որ հիմա ռեժիսորները հակառակն են անում։ Տեսնելով ինձ Լենինականի թատրոնի միջանցքում, օհո, ասաց, ծիծաղեց ու անցավ։ Մտածում էի ինչու։ Բանն այն էր, որ նա հիանալի ծաղրանկարիչ էր եւ պատկերացրեք, թե ինչ էր կատարվել իր հետ, երբ հանկարծ տեսել էր պատրաստի ծաղրանկար իր առջև կանգնած։ Օհո, հապա ինչ։ Աճեմյան ասելով մենք հասկանում էինք աշխատանք։ Նա երջանկության մասին մտածելու ժամանակ չուներ, բայց ունենում էր երջանկության պահեր օթյակում պրեմիերաների ժամանակ։ Ներկայացումը սկսվելուն պես հայտնվում էր այնտեղ եւ կլանված սկսում նայել մեկ բեմին, մեկ հանդիսատեսին եւ այսպես անընդհատ։ Հնարավոր չէր նկարագրել նրա հրճվանքը, երբ դահլիճը ծափահարում էր։ Ժողովուրդն ու թատրոնը հասկացան իրար։ Հասկանում ես, հասկացան։ Ասում էր ու մթան մեջ քողարկում ուրախության արցունքները։ Արժե նորից հիշել բեմի բանվորի խոսքերը։ Ես իրանից նեղեցած եմ, մեզի թողել գնացել է։ Շատ եմ սիրում այս հուշը, որովհետև Մհեր Մկրտչյանը շատ զգացմունքային ու ըստ էության է ներկայացրել Աճեմյանին։ Սակայն ամենաշատը, ինչ գրավել էր ինձ այս պատմության մեջ, Մհեր Մկրտչյանի հետևյալ տողն է. ես հուզմունքից կծկվել էի միջանցքում։ Որքան պատկառանք, ինչ մեծարում, ինչ գնահատանք կա այս կարճ նախադասության մեջ։ Սա կարդալուց մտածում էի, տեսնես հիմա ում ներկայությունից կարող են հուզմունքից կծկվել երիտասարդ դերասանները։ Անկեղծ ասած չգտա այդպիսի մեկին, բայց դրա փոխարեն բազմիցս տեսել ու տեսնում եմ իրար անհարկի մեծարող մերօրյա դերասաններին, որոնք դեմքի լրջագույն արտահայտությամբ իրար վարպետ են ասում, մաեստրո, մետր, հանճար։ Սրա հետ կապված մի հուշ պատմություն էլ կա, որը տեղին է այս պահին պատմելը։
Հիշում եմ տարիներ առաջ հեռուստացույցով հարցազրույց էր Խորեն Աբրահամյանի հետ։ Նա մի պատմություն պատմեց, թե երբ 20-21 տարեկան էին ինքն ու Մհեր Մկրտչյանը իրար հումորով, կատակով վարպետ էին ասում։ Ասում է մի օր թատրոնի միջանցքում տեսնում են Վահրամ Փափազյանին, ով արքայավայել քայլում էր ճեմասրահում։ Խորեն Աբրահամյանը առաջ է գնում, ասում է «Բարև վարպետ»։ Փափազյանը ուսին թփթփացնելով պատասխանում է «Բարև»։ Ասում է այդ պահին Մհեր Մկրտչյանը հետևից կանչում է. «Ներողություն վարպետ»։ Փափազյանը շրջվում է, ասում է «Այո»։ Մհեր Մկրտչյանը պատասխանում է «Ձեզ հետ չեմ, խորիկի հետ եմ»։ Ասում է «Պիտի տեսնեիք Փափազյանի դեմքը, զարմացած, ապշած, բայց մեծահոգաբար չէր բարկացել, գնահատել էր հումորը»։ Այս պատմությունից հետո Խորեն Աբրահամյանին լրագրողը հարցրեց. «Բայց ձեզ հիմա երբեմն դիմում են վարպետ, դուք հաշտեք դրա հետ»։ Աբրահամյանն ասաց. «Երբեք, վարպետը Փափազյանն էր, նույնիսկ Հրաչյա Ներսիսյանին վարպետ չէինք ասում։ Փափազյանը, որ Հրաչյայի հետ գրեթե տարեկից էր, նրան մանչս էր ասում ու Հրաչյան ընդունում էր դա հպարտությամբ։ Նրանք գերմարդիկ էին», ամփոփում է միտքը Խորեն Աբրահամյանը։ Զարմանալի բան է, Խորեն Աբրահամյանը, որն իր վարպետությամբ ու տաղանդով մինչ այժմ մնացել է անգերազանցելի, նա հաշտ չէր, որ իրեն վարպետ ասեն։ Իսկ հիմա այնքան են շատացել վարպետները, հանճարները, մայստրոները, որ արժեզրկել են տվյալ բառերի իմաստն ու նշանակությունը։ Ինչևէ, այսօր տոնական օր է, չեմ ուզում ոչ տոնական բաներից խոսել, պարզապես ուզում եմ հիշենք, որ այո, պետք է սիրենք ու արժևորենք մեր կողքին ապրող արվեստագետներին, բայց գերագնահատելու կարիք չկա, այլապես ծիծաղելի է դառնում ոչ միայն գերագնահատողը, այլ նաև մեծարվողը։ Եվ այսպես մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ թատրոնի մարդկանց, մաղթում եմ նրանց ժամանակին համընթաց քայլել, բացել թատրոնի դռները, որ մի քիչ թարմություն, մաքուր օդ, նոր մտքեր, պայծառ գույներ, վառ երևակայություն ներս գա։ Դերասաններին մաղթում եմ չընկնել ծայրահեղությունների մեջ, ոչ փորձել լացացնել, ոչ էլ ծիծաղեցնել մարդկանց։ Թատրոնի նպատակը դա չէ։ Պիտի փորձել գտնել ամենակարևորը՝ չափը, հավասարակշռությունը, ներդաշնակությունը կյանքի հետ։ Մարդիկ արվեստին ու մշակույթին ձգտում են հենց այդ ներդաշնակության, չափի, հավասարակշռության պակասից։ Իզուր չէ, որ հին հույների մոտ թատրոնը քաղաքացիական ակտ էր, պարտադիր էր բոլորի համար, նույնիսկ բանտարկյալները պետք է ներկա լինեին թատերական ներկայացումներին։ Դա հաճույքի ու զվարճանքի վայր չէր, այլ հաղորդակցման։ Մարդիկ գալիս էին հաղորդակցվելու, հավասարակշռություն ու ներդաշնակություն ձեռք բերելու համար։ Թատրոնի սիրելի մարդիկ, փորձեք գտնել ու կիրառել այդ հավասարակշռությունն ու ներդաշնակությունը արվեստում։ Թող մեր այս դաժան, դառը, կոպիտ իրականության մեջ թատրոնը դառնա ինքնապահպանության մի վայր, որտեղ ծնվում են գեղեցիկ հեքիաթներ, սեր ու ապրելու հույս պարգևող հեքիաթներ։